Օրակարգ շարունակում է աշխատանք հանրայինի ուղիղ եթերում, բարև ձեզ։ Անցած գիշեր Արցախի հետ սահմանի Մարտունու և Ակնայի ուղղություններով Ադրբեջանը փորձել է հարձակվել, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ։ Պաշտպանության բանակը ժամանակին հավաստանշել է նրանց առաջխաղացումը, հետ շպրտել ելման դիրքեր, պատճառելով զոհեր և վիրավորներ։ Հակառակորդի մի քանի դիակ գտնվում է Չեզոք գոտում։ Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի։ Մեր հավաստի տվյալներով Արցախի արևելյան ուղղությամբ նկատվում են ադրբեջանական կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր։ Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ մեր բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան։ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին։ Բաքուն նշենք հաղորդել էր, թե իբր արցախյան ուժերն իրենց դիրքերը բարելավելու նպատակով անցել են հարձակողական գործողությունների, չմոռանալով հիշատակել նաև, որ իբր պաշտպանական մարտերի ընթացքում ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել։ Վերոնշյալն իրականության հետ որևէ աղերս չունի, ավելին, այստեղ առաջանում է մի շատ պարզ հարց, որի պատասխանը թողնում ենք ադրբեջանական քարոզիչներին, այն է, ինչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել Չեզոք գոտում, կարդում ենք պաշտպանության բանակի հաղորդագրությունում։ Լայնամասշտաբ պատերազմը սկսելու վտանգ Ստեփանակերտում տեսնում են ամեն պահի, բայց Արցախի նախագահի խոսնակն այս պահին դրա հավանականությունն այդքան էլ մեծ չի համարում։ Դավիթ Բաբայանը օրակարգին վստահեցրել է ցանկացած պահի Արցախը պատրաստ է կասեցնելու թշնամու ցանկացած ոտնձգություն և ետ շպրտելու նրան։ Շփման գծում այս գիշեր տեղի ունեցած հարձակման փորձը Ադրբեջանի սովորական աբեկչական քայլերից մեկն էր։ Դիվերսիոն ներթափանցման փորձ է տեղի ունեցել, որը կասեցվել է, տվել են զոհեր, առնվազն մի քանի դիակ, որոնք չեն կարողացել իրենց հետ դուրս բերել, գտնվում է Չեզոք գոտում, ասել է Դավիթ Բաբայանը։ Սահմանային դրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը, Բաքվի գիշերային հարձակման փորձի առիթով հայտարարություն է տարածել Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում և ապա տեղեկատվություն տարածում։ Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապա կողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի ճակերտավոր հարձակումների մասին։ Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետակսրմանն ուղղված քայլերից։ Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Պաշտպանական գերատեսչության խոսնակն այս թեմայով ֆեյսբուքյան գրառում է կատարել Արշուն Հովհաննիսյանը նշել է, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին վկայող տեսագրությունը շուտով կտարածվի Արցախի պաշտպանության բանակից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն այս պահին սահմանի իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անհանգիստ է Արցախում հակամարտության գոտում տիրող իրավիճակի կապակցությամբ Լամբերտո Զանիերը հայտնել է, որ Մյունխենում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և գնահատել իրավիճակը։ Անցած տարի այնտեղ հակամարտության բռնկում տեղի ունեցավ, սակայն այս տարի ևս զինված բախումներ են տեղի ունենում և դրանցից տուժում է խաղաղ բնակչությունը։ Անցած տարի մեծ թվով զոհեր եղան, մենք տեղյակ ենք և անհանգստացած, ասել է Լամբերտո Զանիերը։ Տարվա երիտասարդական ուսանողական ամենագլխավոր հայկական մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև երկրի ղեկավարը մեր զինված ուժերի 25-ամյակի նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, պետական շքանշաններով պարգևատրված 47 զինծառայող նույնպես մրցանակ է ստացել։ Ուսմունքս դեռ ավելի շատ եմ զգում, քան երևի զենքը ձեռքից։ Համերգային մեծ բեմում Արեգ Սարդարյանն առաջին անգամ է ապրիլյան պատերազմի մասնակիցը, զենքից հետո միկրոֆոն բռնելուն դժվար հարմարվեց, լարվածությունը սակայն շատ արագ հպարտության է փոխվում, երբ բեմից դահլիճի առաջին շարքերում տեսնում է զինակից ընկերներին, հրամանատարներին։ Հայկյան մրցանակաբաշխության 16-րդ արարողությունն է բոլորի հանդիպման առիթը։ Պարգևատրվողները խրամատներում գիտության, սպորտի, հասարակական ակտիվ կյանքի ճանապարհին հաղթանակներ տարած երիտասարդներն են, 2016-ի հերոսները։ Այս մրցանակաբաշխությունը խրախուսում է, ոգևորում է
ավելի լավ աշխատելու համար եւ մեր երիտասարդները այս տարիների ընթացքում ապացուցել են թե իրենց ծրագրերի որակական մասով եւ թե ծրագրերի մասնակցության մասով։ Երևանից մինչև Շիրակ ու Արցախ մրցանակակիրների աշխարհագրությունը մեծ է։ Ստեփանակերտցի երիտասարդները գիտական բում են խոստանում, պատերազմի վտանգը գործը դժվարացնում է, բայց անհնար չի դարձնում։ Գիտաժողով էին կազմակերպում Արցախի 25-ամյակի նվիրված, որին հրավիրվել էին եւ մասնակցեցին Կովկասո, եկան եւ մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից։ Դժվար էր թուրքական ԶԼՄ-ները, ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում էին խոչընդոտել։ Գիտությունից մարզական գորգ Հայաստանի ամենաուժեղ երիտասարդը մեր երկրի 16-րդ օլիմպիական չեմպիոնն է։ Արթուր Ալեքսանյանին հերթական երիտասարդական մրցանակը նախագահ Սարգսյանն է հանձնում։ Պարգևատրման ժամանակ Սերժ Սարգսյանը Արթուրից հետաքրքրվում է, երբ սպասել հերթական նվաճմանը։ Նախագահան հարցրեց ինձ մարզումներից եւ հետագայում սպորտային պլաններից։ Երեկոյի վերջին 30 րոպեները դահլիճը ոտքի վրա էր, չդադարող ծափերը ապրիլյան պատերազմում ընկած հերոսներին, նրանց զինակից ընկերների ու հրամանատարների պատվին էին։ Երիտասարդների հետ հանդիպումը նոր լիցք ու եռանդ է տալիս Սերժ Սարգսյանին։ Երկրի ղեկավարը իր խոսքում է նշում, այսպիսի շփումները նաև հնարավորություն են ճշտելու բռնածուղին, ճշգրտումներ մտցնելու աշխատանքի մեջ։ Իհարկե, թախիծով ու նաև հպարտությամբ շնորհավորում եմ մեր զինվորականներին ու նրանց ծնողներին։ Թախիծով բնականաբար, որովհետև նրանք չկան, ավելի ճիշտ այս դահլիճում չեն, ու հպարտությամբ, որովհետև մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն, ովքեր ունեն պարտքի զգացողություն, ովքեր ունեն հայրենասիրական ջերմ զգացումներ։ Երկրի ղեկավարը վստահ է, պարտավոր ենք ի ցույց դնել մեր լավագույններին, այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց տաղանդի շնորհիվ հաջողությունների են հասնում։ Ես չեմ հավատում այն բանին, որ հատկապես ծնողներն են սիրում երեխաներին ասել, որ վատ օրինակը վարակիչ է։ Այդպես չի, լավ օրինակը շատ ավելի վարակիչ է, եւ մենք պիտի կարողանանք անպայման այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ուրիշների համար ձգտման ցուցանիշ։ Մրցանակակիրների մոտ այս միտքը ծագեց, որ կարճ ու դիպուկ ձևակերպեց ապրիլյան հերոսներից Նարեկ Մալխասյանը։ Պարտեմ առաջին հերթին, որ հայ եմ։ Տարոն Կոխլիկյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Արցախով ու նրա պայքարով հպարտանում և ցույց ու այլ ձեռնարկներով են նրա դատապաշտպանում Նյու Յորքահայերը, նրանք անցորդներին թռուցիկներ են բաժանել, բացատրել Արցախյան ինքնորոշման էությունն ու Ադրբեջանի ահաբեկչական բնույթը։ Ամերիկյան բիզնես մայրաքաղաքում նշել են նաև Վարդանանց տոնը։ Վարդանանց օրը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում Վարդանանց ասպետներ համայնքային միության ղեկավար Ստիվեն Քրաջյանն ասում է, թե իր կարծիքով ովքեր են 21-րդ դարի վարդանանք։ Նախորդ աշնանը նա համայնքային միության 30 հոգանոց պատվիրակության հետ Հայաստանում էր։ Մենք եղանք Տավուշում, հենց Ադրբեջանի հետ սահմանին մարդիկ ապրում են դիպուկահարների կրակի ներքո, նույնիսկ դպրոցների ու աշակերտների վրա են կրակում, բայց նրանք չեն հեռանում Տավուշից։ Ինձ համար այդ երեխաներն են մերօրյա վարդանանք։ Այս օրերի համայնքային մյուս ձեռնարկը ՄԱԿ-ի կենտրոնակայանի մուտքի մոտ էր, որտեղ Նյու Յորքի ու ոչ միայն Նյու Յորքի հայերը արդարություն էին պահանջում։ Ես եկել եմ Ռոդ Այլենդ նահանգից, Նյու Յորք, հատուկ դրա համար, որ մասնակցեմ պրոտեստի։ Ալիև չես կարող փոխել պատմությունը, մարդասպան Ալիև, երբեք չենք մոռանա եւ այլ կարգախոսներ ու վանկարկումներ։ Մովսեսը անցորդներին թռուցիկներ էր բաժանում։ Մենք ստեղի մարդկանց տեղեկացնենք Ադրբեջանի մասին, ինչ հակահայկական, հակաքրիստոնեական գործողություններ են արել։ Երկու էթնիկ միություն թուրքերը եւ ադրբեջանցիները 15 միլիոնանոց քաղաքում միացնելով ուժերը ու գումարելով 25-ամյա կեղծիքի հոբելյանական թիվը կարողացան միայն այսքան մարդ բերել հակացույցի։
ու սա այն դեպքում, որ նախապես գովազդով ազգակիցներին շահագրգռել էին, թե ցույցի գալու դեպքում ձրի սենդվիչներ ու սուրճ կստանան։ Փոքրիկ Մարիան 2 տարեկան է, մայրն է բերել այստեղ պարոն Խաչիկը 80 անց է, այստեղ է տղայի ու թոռան հետ։ 2-ից 80 տարեկան հայեր հավաքվում են առանց սենդվիչների մասին խայծի, ուրեմն կհաղթենք Թուրքին, ինչքան էլ փող պտտեցնեն այս քաղաքում, ասում են մասնակիցները։ Հայկարամ Նահապետյան, օրակարգ, Նյու Յորք։ CNN-ին, New York Times-ին եւ մի քանի այլ առաջատար լրատվամիջոցների թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տան ճեպազրույցին, զորակցելով գործընկերներին, ճեպազրույցը բոյկոտել են Associated Press գործակալության եւ բրիտանական Times-ի լրագրողները։ Նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ է համարում CNN-ի եւ New York Times-ի հաղորդած տեղեկատվությունը, նա նշել է, որ այդ հեռուստաընկերությունների սխալները վերածվում են անեկդոտի եւ դառնում վտանգավոր երկրի համար։ Թրամփի ելույթի ժամանակ նաեւ միջադեպ է տեղի ունեցել, մի խումբ ակտիվիստներ փորձել են սադրել նախագահին, հայտնվելով ռուսական դրոշներով, որոնց վրա էլ գրված է եղել նրա անունը։ Ֆրանսիայում կսկսվի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Ֆրանսուଆ Ֆիոնի կնոջ գործի հետաքննությունը։ Թեկնածուին մեղադրում են պատգամավորության տարիներին կնոջ Նապոլինի իր օգնականի պաշտոնում նշանակելու եւ վարձատրելու համար։ Հետաքննությունը սկսելու մասին դատախազության հայտարարության օրը Ֆիոնն անցկացրել է իր նախընտրական հանրահավաքը։ Անցած կես տարում Գերմանիան թուրք դիվանագետներից ստացել է քաղաքական ապաստան հայցող 136 դիմում, այդ օրինակ դիմումների քանակը կտրուկ մեծացել է անցած հուլիսին Թուրքիայում իրականացված հեղաշրջման անհաջող փորձից հետո։ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը դիմողների անունները չի հրապարակել, սակայն նշել է, որ նրանց թվում են նաև դիվանագետների ընտանիքների անդամները, որոնց նույնպես դիվանագիտական անձնագրեր են տրվում։ Արևմտյան ափի Հեբրոն քաղաքում ընդհարումներ են տեղի ունեցել պաղեստինցի խաղաղ ցուցարարների եւ Իսրայելի անվտանգության ուժերի միջև։ Ցուցարարներին ցրելու համար զինվորները կիրառել են արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ։ Տուժածների մասին չի հաղորդվում, պաղեստինցիները բողոքի ցույցերով նշում են 1994 թվականին Հեբրոնի սրբավայրերից մեկի մոտ 29 պաղեստինցի ուխտագնացների սպանության տարելիցը։ Այդ սրբավայրը իրենցն են համարում եւ պաղեստինցիները եւ հրեաները։ Վերադառնանք Հայաստան, արտահերթ նիստով ԿՀ-ն այսօր գրանցել է ապրիլի 2-ի ընտրությունների մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ու դաշինքների համամասնական եւ տարածքային ցուցակները։ Հայտ է ներկայացրել 1538 թեկնածու, գրանցվել է 1531-ը։ Վիճականությամբ որոշվել են նաև ապրիլի 2-ին կանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցող 9 ուժերի, 4 դաշինքի եւ 5 կուսակցության հերթական համարները։ Մեր ճարտարապետները Երևանի սրտում կստեղծեն, այսպես ասենք, էթնոթաղամաս, որտեղ կապրեն ու կստեղծագործեն քարին, փայտին ու կավին շունչ տվող երկաթ ճկող արհեստավորները։ Հետաքրքիր նախագիծն արդեն տնտեսական զարգացման գերատեսչության սեղանին է։ Արվեստների ու արհեստների քաղաք Երևանի սրտում, երկրի ու մասնավորապես մայրաքաղաքի զարգացման բիզնես ծրագրեր են առաջարկում ճարտարապետները։ Անհրաժեշտություն կա ստեղծելու, հիմնադրելու մի նոր ազգագրական թաղամաս, որը գտնվում է Դալմա Garden Mall եւ Դալմայի այգիներին հարող տարածքում։ Արևմտյան ու արևելյան Հայաստանի ճարտարապետությունը մեկ վայրում, ազգագրական թաղամասում կկառուցվեն Անիի, Գյումրիի, Սյունիքի, Արարատի, Տավուշի 2 եւ 3 հարկանի ժողովրդական ոճով տներ, ավելի քան 9 հեկտար մակերեսով էթնո քաղաքում կլինեն ոչ միայն բնակելի տներ, այլև կարպետագործության, քանդակի, խեցեգործության ու նկարչական արհեստանոցներ ու արվեստանոցներ։ Հնարավոր է ստեղծել մի թաղամաս, որտեղ որ կբնակվեն ստեղծագործող արվեստագետները եւ կունենան իրենց տարածքները, իրենց արվեստանոցները։ Էթնոթաղամասը հարուստների բնակատեղի չի դառնա, հավաստիացնում են ծրագրի հեղինակները, փոխարենը խոստանում են այն դարձնել զբոսաշրջային ազգագրական օազիս։ Ծրագիրը ենթադրում է շուրջ 5 տարվա ընթացքում ամբողջ ներդրումների վերադարձ եւ նույնիսկ շահույթ $20 միլիոն չափով, այսինքն ամբողջ հասույթը 5 տարում կկազմի մոտ 200 միլիոն, իսկ զուտ շահույթը կկազմի 110 միլիոն։ $98 միլիոն արժողությամբ ծրագիրը նոր է հայտնվել տնտեսական զարգացման նախարարության ներդրումային հարթակում ու արդեն հետաքրքրել է ներդրողներին։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։
Ռուբեն Սևակյան երկրպագուները Մայրաթոռում արևմտահայ բանաստեղծության հանճարի 132-ամյակը նշվել է հենց բանաստեղծի անվան թանգարանում, որտեղ էլ պահվում են նրա գրական ժառանգության պատարիկներն ու ցեղասպանության մասին բացառիկ փաստաթղթեր։ 1915-ին երիտասարդ մի հայ բժիշկ բուժում է ազդեցիկ թուրքի աղջկա։ Թուրքը երախտագիտության զգացումով համոզում է բժիշկին կրոնափոխ լինել եւ փրկել կյանքը։ Բժիշկը, նույն ինքը Ռուբեն Սևակը, կտրականապես մերժում է։ Սևակը թերևս տվեց ամենաամփոփ, հակիրճ, ասույթի արժեք առած մի պատասխան։ Ասաց հավատափոխությունը ազգուրացություն է։ Պատմում են նաև, որ Սևակին փրկելու համար առաջարկել են քուրդ իշխանի աղջկա ձեռքն ու նրա հարստությունը, բայց բանաստեղծը ընտրել է մահը։ Նա նախընտրեց բախտակիցը դառնալ իր ժողովրդի, իր հարազատ ընկերների, քան ապահով կյանքը եւ այս դեպքում հավատուրացությունը։ Մայրաթոռի Ռուբեն Սևակ թանգարանում նշվեց գրողի ծննդյան 132-րդ տարեդարձը։ Այս թանգարանում են պահպանվում Սևակի արխիվային հարուստ նյութերը, բացառիկ փաստաթղթերը, նրա եւ տիկնոջ նամակներն ու լուսանկարները։ Ռուբեն Սևակը եւ հոգու բժիշկ էր բանաստեղծություններով եւ մարմնի բժիշկ էր իբրև բժիշկ։ Ռուբեն Սևակը արևմտահայ միակ բանաստեղծն էր, որի ձեռագրերը ցեղասպանությունից հետո չանհետացան։ Դրանք պահպանվեցին նրա կնոջ շնորհիվ։ Թուրքերը չէին համարձակվել խուզարկել գերմանուհի կնոջ տունը։ Հայկո Շասլանյան, Հարություն Սահակյան, օրակարգ։ Շարունակեք հետևել օրակարգին, ցտեսություն։